Պարոն Վարդանյան, նախորդ դատականիստում դուք դատարանին դիմեցիք պարոն Կարապետյանի ուղեկցման հարցը ճիշտ կազմակերպելու առաջարկով, խնդրում եմ ասեք այսօր պարոն Կարապետյանին ովքեր են ուղեկցել, ինչպես են ուղեկցել եւ որևէ բան փոխվել է թե չէ։ Իդեպ ոչ թե պարզապես ճիշտ կազմակերպելու, այլ օրինական կազմակերպելու, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային հակասող վարքագիծ չդրսևորելու տեսանկյունից էի բարձրաձայն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կան 100-ից ավելի տնային կալանքը կրող մեր հայրենակիցներ, որոնցից ոչ մեկի անմեղության կանխավարկածը չի հաղթահարվել, եւ պատկերացրեք իրենց ուղեկցում են դատարաններ կամ քննչական մարմիններ, կամ պրոբացիայի ծառայության ավտոմեքենա, կամ հենց փաստաբաններն են ուղեկցումը իրականացնում, կամ ոստիկանության օրինակ կոնկրետ վարչական շրջանի կամ քաղաքի ոստիկանության ծառայողները։ Սամվել Կարապետյանի դեպքում սա էլ արդեն որերորդ անգամն է, ուղեկցումը իրականացվում է կալանավորված անձանց համար նախատեսված ոստիկանության համապատասխան ավտոմեքենայով եւ նման Ճաղավանդակով։ Այո, նշվածը որևէ կերպ չի կարող բխել օրենքից եւ չի բխում օրենքից։ Ըստ էության դատարանի պարզաբանումներն էլ էին դրա մասին վկայում։ Այսինքն մեր դիրքորոշման հետ դատարանը համակարծիք է։ Բայց այսօր տեղեկացանք, որ կրկին նույն կերպ է ապահովվել ուղեկցումը։ Նորից վերել են ճաղավանդակով մեքենայով։ Իսկ դուք նախորդ դատականիստին նաև ասացիք, որ դատախազն էլ այստեղ է, ուրեմն այդ դեպքում եկեք գործ հարուցվի ընդհանրապես ուղեկցությունների հետ կապված պրոբացիայի ծառայության աշխատակիցների նկատմամբ գործ հարուցի, որ այդ իրավունքը չունեն իրենք։ Նշվածը բարձրաձայնվեց այն տեսանկյունից, որ ավելի սուր ընկալվի աբսուրդը։ Պրոբացիայի ծառայողները իհարկե ունեն լիազորություն եւ պարտականություն ուղեկցում իրականացնելու, ոստիկանության ծառայողները չունեն։ Այստեղ ողջամիտ տրամաբանությունը նա էր, որ այդ ժամանակ պետք է ոստիկանության համապատասխան ծառայողների դեմ վարույթ հարուցվի եւ նախաձեռնվի, բայց իհարկե դա չի արվում։ Իդեպ Քանաքեռ Զեյթունի ոստիկանության ծառայողները պետք է ապահովեն ուղեկցումը, բայց հենց լինում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ, իրենք գեր ծանրաբեռնված են։ Այսօր դիմելու եք այդ հարցով նորից դատարանին։ Շնորհակալություն։ Ես եմ